Եկար։ Եկա։ Կոֆե դնեմ։ Ներսում է։ Հա, կանչեմ։ Մնա ստեղ։ Ես կխոսեմ։ Եկել է տանի։ Դու քեզ ինչ, դու ով ես։ Ոնց ես։ Լավ։ Իմ հետ կգաս։ Ուր։ Իմ տուն։ Հա։ Որ իրար հետ ապրենք։ Բա այն տիկնիկը տուր է, որ քո համար աղելի է։ Հենա։ Իրան էլ կտանենք հետներս։ Գիտեմ, որ տխուր ես։ Հասկանում եմ դժվար է, որ մամադ չկա, բայց իմ հետ կգաս։ Հա, կգամ։ Դե վեր կաց։ Ինչա, մտածում ես չի գա հետդ, քո հետ ավելի կապված է, Մարիայի թաղումից հետո 5 օր է անցել, երեխեն սկի չի էլ հիշել մոր մասին։ Ես էլ չեմ ուզում ստեղ հետ գամ։ Եթե տանում եմ, ուրեմն էլ չես գալու։ Աղջի, մենք քեզ վատ ենք պահել։ Գնացինք։ Պետք է վեշերը դնեմ, չնայած ինչ վեշ ունի, որ ինչ դնեմ։ Ոչ մի բան էլ պետք չի դնես։ Մարիան, որ վերջի շաբաթը վատ էր, նոր էր սկսել աղջկա համար անհանգստանալ։ Ասել էր, որ քեզ զանգենք, բայց համարդ չգտանք։ Տենց էլ աչքը ճամփին մնաց։ Վերջում էլ ասեց, որ Ալոնային քեզ տանք։ Մեկ-մեկ կարամ զանգեմ։ Գնացինք։ Սպասի։ Ես Ալյոնայի հետն էր։ Չէ, հա, հերը չէր։ Բա ով էր։ Դու ես էլ շատ բան չեմ հասկանում, չգիտեմ։ Գալիս էր, ուտելիք, խաղալիք էր բերում։ Հետո էլ ասեց, այդ երեխուն մի հատ տղա պետք է տանի։ Ինչ իմանամ։ Դե ուրեմն հերն էր էլի։ Աղջիկ ջան, որ մի բան ասում եմ, ուրեմն գիտեմ, որ ասում եմ հերը չի, ուրեմն հերը չի։ Ես տիպված եմ սենց վարվում արփի։ Դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր։ Ես ինչ որ անում եմ, իմ ու քո համար եմ անում։ Ու եթե պետք է, ես կանցնեմ բոլոր մարդկանց վրայով։ Մենակ թե ես ու դու միասին լինենք։ Որովհետև ես թույլ չեմ տա, որ մեզ խանգարեն։ Որովհետև ես թույլ չեմ տա, որ քեզ ինձանից խլեն։
Ես քեզ կտանեմ երկրից ու դու իմ հետ երջանիկ կլնես մինչև կյանքիդ վերջը։ Ես ինձ կանեմ, որ դու մոռանաս այդ լակոտին, կմոռանաս քո բոլոր դժվարությունները, որի մեջով անցել ես։ Ու մենք վերջապես երջանիկ կլինենք։ Շատ քիչ մնացել է, որ ես լուծեմ ես բոլոր հարցերը, ու դու իմը կլինես մինչև կյանքիդ վերջի վայրկյանները։ Ապրես որ ինգ գերերի չես մոռանում։ Դե մեր ընկերությունը ամենահներից ախտերս։ Գիտեմ Արման ջան։ Դու ասա գործերը ոնց են։ Բարք Աստծո, ձեր կողմերում ինչ կա։ Իմ մոտ միշտ ամեն ինչ լավ է, դու լավ գիտես։ Երբ ես հանդիպում նշանակել։ Այսօր ես հետո արդեն պայմանավորվել եմ։ Ինքը քեզ սպասում է։ Համել գիտես չէ՞ որ Սամոնել է հետս տեղ։ Սամոնին չի եկել։ Լավ արի բարձրանանք, հետո ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանը կստանանք։ Համել երբ ես գնալու։ Վաղը։ Հայաստանում շատ գործեր կա, չեմ կարող թողեմ։ Ուղղակի չէի կարող այս հնարավորությունը բաց թողել սրանց հետ հանդիպելու։ Հա դե եկել էր մի քանի օր կմնայր էլի։ Գիտես որ շատ եմ դու չեմ կարող։ Դե լավ ընկերս գնացինք։ Արի։ Սոված չես։ Սոված եմ։ Ուզում ես գնանք քեզ սիրուն շորիկներ առնենք, հետո գնանք հաց ուտելու։ Ավելի լավ է մի բան ուտենք, սոված եմ։ Ոնց ասես։ Добрый день. Здравствуйте. Я Квартон Афьянов. А вы записаны? Он ждет меня. Как вас представить? Арно Авакян. Извините, к вам пришел Арно Авакян. Да. Проходите, пожалуйста. Спасибо. Մտեք։ Բարև ձեզ։ Ես Արնո Ավակյանն եմ։ Վարդան Աֆյան։ Ուրախ եմ, նստեք։ Ոնց եք։ Լավ է, շնորհակալություն։ Արմանը նորմալ դիմավորեց, տեղավորվեցիք։ Շատ։ Ու շատ ուրախ եմ, որ վերջապես մենք ծանոթացանք։ Ինձ քո մասին ասել են, ու գիտեմ, որ երկրում բավականին մեծ ազդեցություն ունեցող ընկերություն ես ղեկավարում։ Եվ կուզեմ, որ միասին աշխատենք։ Այն ժամանակ, երբ որ Արամն էր Երևանում ձեր ընկերության տնօրենը, մի քանի անգամ հանդիպել ենք։ Իսկ պարոն Աֆյանին շատ լավ ճանաչել եմ։ Ուրեմն ավելի լավ, կարելի ասել, որ արդեն ծանոթներ ենք։ Հայդեպ Արամի մասին, ինչ նորություն կա այդ տղայից։ Եթե անկեղծ ես միշտ զարմացել եմ, թե պարոն Աֆյանի նման լուրջ մարդը ոնց է այդ տղուն վստահում, որովհետև ես ոչ մի լուրջ բան չեմ տեսել։ Այսինքն։ Դե այսինքն այդ տղեն միշտ խնդիրներ ունի, միշտ արդարադատության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ վերջապես ինքը մեր բնակավարում լրիվ օտար մարդ է։ Ինքը այն ամեն ինչին հասել է, իր կրտինքով չի հասել։ Որ եղբայրս լուրջ անձնավորություն է, նա հենց այնպես պատահական մարդու չէր բերի այդ պաշտոնին։ Չգիտեմ, ամենայն դեպս ես խորհուրդ չէի տա վստահել դրան։ Դե դու ես ավելի շատ աշխատել Արամի հետ, երևի դու ավելի լավ կիմանաս։ Ու ես կուզեի, որ երեկոյան հանդիպենք սեղանի շուրջ եւ գործերից կխոսենք եւ միասին կընտրենք։ Ես միայն կողմ եմ։ Ես սիրում եմ նման ընթրիքների շուրջ գործնական հարցեր քննարկել։ Ես ոչ ճիշտ ասեմ, երբ որ իմացա Մոսկվայում ես, հենց այդպես էլ մտածեցի, որ կհանդիպենք։
Արամի ձերբակալությունից հետո Հայաստանի գործը կանգնած է։ Իսկ դա մենք հաստատ չենք կարող թույլ տալ։ Այդ գործի մեջ մեծ թվեր են դրված։ Ես հենց դրա համար եմ ստեղ։ Ու ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի։ Խոսենք, տեսնենք։ Ինչ ես ինձ քո տուն տանում։ Ես էլ եմ մենակ, դու էլ։ Իրար հետ կապրենք։ Միշտ միասին ենք ապրելու։ Դժվար հարց ես տալիս։ Միասին կորոշենք։ Բա մաման ինձ ասեց, որ դու իմ պապայի մոտ ես տանելու, որ ես իր հետ ծանոթանամ։ Կտանեմ, մի օր պապայիդ մոտ էլ կտանեմ։ Իսկ մենք երկուսով ենք ապրելու։ Հա։ Ինչ է որ։ Նեղվում ես։ Չէ։ Բա ինչի տխրեցիր։ Ինձ իրան ասում էր, որ ինձ մանկատուն են տանելու։ Որ ես անտեր եմ։ Ես չգիտեմ Իրանովա, բայց քեզ մանկատուն չեն տանելու։ Այդ հաստատ։ Լավ։ Արփի, արենստի։ Ինչ-որ բան ունեք ինձ ասելու։ Ես միշտ էլ բան ունեմ ասելու, մանավանդ քեզ։ Լսում եմ։ Հետաքրքիր է ինչ ես խուսափում ինձանից։ Տիկին ալա, ես ձեզնից չեմ խուսափում։ Ես խուսափում եմ կոնֆլիկտից։ Ուզում ես ասել, որ ես կոնֆլիկտ եմ ստեղծում։ Ես նման բան չասեցի։ Ես ուղղակի վիճելու ոչ մի ցանկություն չունեմ։ Ու գիտեմ, որ Առնոյին էլ դա դուր չի գա։ Հա, ճիշտ ես։ Եթե ես քեզ այս տանը հանդուրժում եմ, միայն Առնոյիս համար։ Ես չեմ ուզում նրան ցավ պատճառել։ Նա իրեն շատ վատ կզգա, երբ իմանա, որ մենք ատում ենք իրար։ Տիկին ալա, ինձ ճիշտ հասկացեք։ Ես ձեզ չեմ ատում։ Ու հույս ունեմ, որ դուք էլ ինձ։ Արդեն իմ փոխարեն երաշխավորում ես։ Լավ, գիտեք ինչ, երևի դուք ճիշտ եք ես։ Ես խուսափում եմ ձեզնից, որովհետև դուք ամեն անգամ ինձ վիրավորում եք։ Գիտեք ինչ կա։ Ես ընդհանրապես կապ չունեմ ձեր անցած պատմությունների հետ ու խնդրում եմ ինձ դրանց հետ մի խառնեք, լավ։ Ուզում ես հրաժարվել մորիցդ։ Չէ, չեմ հրաժարվում։ Ու չեմ էլ հրաժարվի։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք ձեր ատելությունը իմ կողմ չտանեք։ Իսկ ես քո փոխարեն կհրաժարվեի նման մորից։ Դուք իմ փոխարեն չեք։ Տիկին ալա, խնդրում եմ մի շարունակեք, լավ։ Գիտես հեշտ է Անիտայի նման մայր ունենալը։ Ինչ էլ որ անեմ։ Իմ կորցրած տարիների ու կործանված կյանքի դիմաց շատ քիչ է լինելու։ Ես չէ երբ կարա պատկերացնեմ, որ մի օրով գործողումը կարող է արդյունավետ լինի։ Ես եմ շատ ուրախ մեր համագործակցության համար։
Ուրեմն աշխատում ենք երկուսով։ Երկուսով։ Պայմանավորվեցինք։ Աշխատում ենք երկուսով։ Հատկապես որ երրորդ մարդը միայն հանգարում է։ Արամ էլ գործի մեջ չի։ Ու այդ ընդհանրապես կապ չունի ազատության մեջ է, թե բանտում։ Գործի մեջ չի վերջ։ Ես դրա համար մենակ ուրախ եմ, որովհետև ես սիրում եմ գործերը մենակ անել, եթե խանգարող հանգամանք չկա։ Անկեղծ ասած, մեր նոր ընկերության ու համագործակցության սկիզբը լավ դրվեց։ Շարունակությունը հաստատ ավելի լավ է լինելու։ Դա ոնց որ թե մենք էլ այս պահին խոսելու բան չունենք։ Առաջարկում եմ միտեղ նստենք, մի կտոր հաց կիսենք իրար հետ։ Մեծ հաճույքով Վարդան ջան, բայց մի քանի լավ ընկերներ ունեմ Մոսկվայում։ Եթե իմանան եկել եմ Մոսկվա իրանց չեմ տեսել, հաստատ քեզ կվիրավորվեն։ Ես գնամ իրանց տեսնեմ, Երևան գնալուց առաջ անպայման կգամ ձեզ հաջողություն կմաղթեմ։ Բարի, դե ուրեմն քայլենք դեպի մեքենա։ Տիկին ալա, ուզում եմ ձեր հետ խոսել։ Ուզում եմ մեր հարաբերությունների մասին խոսենք։ Ասա, լսում եմ։ Տիկին ալա, ես հասկանում եմ, որ մայրս ձեզ հետ շատ վատ ա վարվել։ Ես հասկանում եմ, որ դուք վիրավորված եք, որ… Վիրավորված։ 20 տարի խավարում անցկացրած տարիները դու համարում ես վիրավորանք, դա ընդհատված կյանք է, դա չապրած անցյալ է, հասկանում ես աղջիկ, երկար տարիներ, որոնք կարող էի ես նվիրել իմ երեխաներին, չապրած տարիներ, 20 տարի, 20 տառապած ու դաժան ցավոտ տարիներ, որ ես անցկացրել եմ խավարի մեջ։ Քո տված որակումն է վիրավորանք, ոչ թե իմ Անիտայի նկատմամբ ունեցած զգացումը։ Այդ զգացումը անուն չունի։ Ես դժոխքում ապրել եմ այնքան, ինչքան դու ապրել ես երկրի երեսին։ Եթե քեզ սպանեին, հետո դու հնարավորություն ունենայիր հանդիպելու մարդասպանի հետ, ինչ զգացում կունենայիր նրա հանդեպ, ինչ կասեիր, ասա։ Չգիտեմ։ Իհարկե չգիտես։ Հիմա ասա, ինչի մասին ես ուզում խոսել հետս։ Տիկին ալա, մենք նույն հարկի տակ ենք ապրում ու դեռ ապրելու ենք։ Մենք պետք է իրար հետ խոսենք ու պետք է իրար հասկանանք։ Առնոն իմ կյանքի իմաստն է։ Ու ոնց հասկանում եմ, դու էլ Առնոյի կյանքի իմաստն ես։ Շուտով երեխա եք ունենալու, չէ՞։ Հիմա ես ուզում եմ ես բոլորը տեղավորել գլխիս մեջ, որ կարողանամ շարունակել ապրել։ Իմ ասածն էլ է դա։ Տիկին ալա, մենք նույն ճանապարհով ենք գնում։ Ուզենք թե չուզենք։ Մենք պետք է հաղթահարենք այս անդունդը։ Հա, անդունդ, որը մայրը դա փորել տարիներ առաջ։ Եթե ես կարողանայի հետ տայի ժամանակը հիմա… Ժամանակը? Դու դեռ շատ երիտասարդ ես, որ հասկանաս ժամանակն ու կյանքը, որ հասկանաս իմ ապրած տանջանքները, իմ ապրումները։ Տիկին ալա, մի րոպե։ Ինձ կարող եք ասել, ես ինչ անեմ, որ մորս մեղքերը քավեմ։ Ես ինչ անեմ, որ ամեն օր ձեր ստորացնող խոսքերը չլսեմ։ Հնարավոր է, որ դու հենց այդպես ես քավում մորդ մեղքերը։ Շատ ցավալի ու անարդար ճանապարհ եք ընտրել։ Ես սիրո ու հարգանքի ճանապարհն եմ նախընտրում, բայց ոնց տեսնում եմ դուք չէ։ Բայց հասկացեք, որ այս ատելությամբ ոչ մի բան չի փոխվի։
Ոչ էլ ժամանակը հետ կտակ։ Անիտայի աղջկան ես սիրել չեմ կարող։ Երբեք։ Տիկին հալա կրկնում եմ։ Մենք նույն հարկի տակ ենք ապրում։ Ու նույն ճանապարհով ենք գնում։ Ու թեկուզ հանուն Առնոյի։ Ես ձեզ խնդրում եմ։ Դու հաստատ Առնոյի մասին չես մտածում։ Ինչ գիտեք։ Մոր սիրտը երբեք չի խաբում, աղջիկ ջան։ Դու չես սիրում Առնոյին։ Կարող է ես մի օր քեզ ներել Անիտայի աղջիկը լինելու համար, բայց որ Առնոյից չես սիրում, դրա համար դու իմ սրտում տեղ չունես։ Ես փորձեցի, բայց ոնց հասկանում եմ անիմաստ է։ Սիրո և հարգանքի ճանապարհ։ Ով էլ խոսի, Անիտայի աղջիկը։ Ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ, բայց հիմա իրավիճակը նման ձև է դասավորվում։ Ինչ ասեմ։ Հավատս չի գալիս, որ նման կերպ եք վերաբերվում Արամի հետ։ Ինչու եք դադարեցրել համագործակցությունը։ Ինչի՞ չեք սպասում, մինչև դատը ավարտվի։ Ես այսօր եմ խոսացել փաստաբանի հետ ու Արամին շուտով բաց են թողելու։ Մենք այդպես հարմար գտանք։ Դու ինչ ես հուզվել Արամի համար։ Որովհետև Արամի իմ ընկերն է։ Ու լիքը փաստեր առաջ եկել, որ Արամը անմեղ է։ Ես դրանից չեմ էլ զարմանում, որովհետև միշտ մտածել եմ, որ Արամը անմեղ է։ Ես չգիտեի, որ դու ստեղ գուշակություններով ես զբաղվում։ Դու ինչ գիտես, որ Արամը անմեղ է։ Ինձ թվում է գուշակություններով դուք եք զբաղվում։ Ես Արամին վստահում եմ ու կվստահեմ։ Սամվել, սա բիզնես է։ Ու բիզնեսում միայն կարելի է վստահել փաստաթղթերին։ Եվ վերջապես ես այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ հարմար գտնում։ Դե իհարկե դու պետք է ճիշտ գտնես, որովհետև դու ես գործերը ղեկավարում, բայց ասեմ իմանաս, որ Աֆյանին էսի հեչ դուր չեր գա։ Թիկունքից եք խփում, առիթը օգտագործում եք, որ մարդը ճաղերի ետևում, հա։ Բայց ասեմ իմանաք, վիճակը շատ շուտով փոխվելու է։ Աստված տա Աֆյանը առողջ հետ գա, այսպես չի մնա։ Ու մեկը դու տեսնեմ ոնց ես պատասխան տալու։ Լսի, դու իմ մասին մի մտածի, որ եղբայրս ինձ վստահում է, ու եթե Աֆյանը ինձ չվստահեր ու կասկածեր, որ ես հարկ եղած դեպքում չեմ կարող ճիշտ որոշում կայացնել, ես հիմա այստեղ չէի լինի։ Ես քո մասին չեմ մտածում, ես Արամի մասին եմ մտածում, այն Արամի, որ տարիներ առաջ հորովբորդ կյանքը փրկեց։ Հասկանում եմ, ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ նորմալ է, դու մի անհանգստացի։ Բայց ես չի մնալու, մենք լքխոսանք։ Աշխատողը խոր դեպրեսիայի մեջ է։ Հանգիստ, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ, որ եկար աղջիկս։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Արամը շուտով դուրս է գալու։ Տեսնում եմ, որ էլ չեք հավատում։ Ամեն ինչ Արամից դեմ է։ Ես չգիտեմ ինչ հրաշք կարա լինի, որ տղուս օգնի։ Այս ամեն ինչը նենց է կառուցած։
Ճիշտն ասած, ես խոսել եմ Արփիի հետ։ Ամենամեծ հարվածը Արփին հասցրեց։ Ճիշտ է, ինքը ինձ ոչ մի բան չասեց, բայց իմ խոսալուց հետո ինքը փոխվեց։ Չէ։ Չեմ հավատում, Աննա ջան։ Ես ուզում եմ հավատամ, որ եթե էլի դատ լինի Արփին։ Չէ։ Չէ, Աննա ջան, ես էլ արդեն ոչ մի բանի չեմ հավատում։ Դատի օրը ինքս ինձ համոզում էի, որ Արփին չի գա։ Կնստի, կմտածի ում դեմա դուրս գալիս ու չի գա։ Բայց ինչ, եկավ չէ։ Ես էլ ոչ մի բանի չեմ հավատում։ Արնո, լավ բաներ չես անում։ Այս գործը հենց սկզբից Արամն է կանգնած եղել։ Ու դու շատ լավ գիտես, որ մենք մի օրվա մարդիկ չենք։ Քո ինչին է պետք է ամեն ինչը։ Ես չեմ սիրում, որ իմ ճանապարհին ինչ-որ մեկը կանգնում է։ Ես հիմա քո նախասիրությունների մասին չեմ խոսում։ Ուզում եմ իմանաս, որ Արամը շուտով դուրս է գալի։ Ու այդ օրը մոտիկ է։ Ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ ու շատ քիչ ժամանակ։ Արնո, ես գիտեմ ես ինչ խաղերը ով է կանգնած սրա հետևում։ Ամեն մեկը պատասխանատալի իր առածների համար։ Հիմա եկել է հատուցման պահը։ Ու ինքը պիտի հատուցի, սկզբից մինչև վերջ։ Դու էլ գիտես, ես էլ գիտեմ, որ հիմա Արամը պատասխանատալիս ուրիշի արարքների համար։ Ու շատ լավ գիտես, որ անմեղ մարդիկ չեն լինում ու երբեք չեն եղել։ Իսկ դու կարող ես գիտես, դու Աստված ես ու դու ես որոշում, թե ով պիտի պատասխան տա իր արարքների համար։ Ես առաքյալ եմ ու պատգամներ եմ կատարում։ Դե ուրեմն ուշադիր եղեք այդ պատգամները կատարելուց։ Չսխալվես։ Ես քեզ ինչ ասում եմ նախասիրությունների մասին։ Ես վերացնում եմ բոլոր խոչընդոտները, որ կանգնած են իմ ճանապարհին։ Իսկ դու հիմա իմ ճանապարհին ես կանգնած։ Ես էլի կգամ։ Արի, Աննա ջան։ Այդքան մի հուսահատվեք, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ուզում եք, ես Արփիի հետ… Չէ, Աննա ջան։ Դու արի բալես։ Ինչ լավ է, որ Արամիս կողքին հավատարիմ մարդիկ են մնացել։ Լավ մնացեք։ Լավ։ Ստեսություն։ Եկար տղաս, Արնոս։ Ոնց ես։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Որ դու եկար, արդեն լավ եմ։ Դու գիտես, որ իմ համար ամենակարևորը քո լավ լինելն է։ Սա մեր առաջին երկար բաժանումներ չէ, իրար գտնելուց հետո։ Մամ ջան, ընդամենը մի օր։ Ես մի օրով էի գնացել։ Ինձ համար մի օրն էլ շատ է։ Ես քեզ շատ եմ սիրում, մամ։ Ես էլ քեզ։ Գնամ Արփին տեսնեմ, հետո կիջնեմ կխոսանք։ Լավ, բալես, գնամ։
Արնա։ Տնեկար։ Այո։ Ոնց ես։ Նորմալ։ Ոնց որ անտրամադիր ես։ Չէ, անտրամադիր չեմ։ Չհավատացի սերս։ Արնո, ես լավ եմ։ Շատ լավ է սերս։ Ես ուրախ եմ, որ դու լավ ես, որովհետև մեր կյանքը շուտով փոխվելու է։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Ես գործերս եմ արդեն կազմակերպում, որովհետև մենք պետք է տեղափոխվենք։ Արդեն։ Հա։ Ես քեզ չի ասել։ Դե Արնո, իսկ գործերդ։ Դու իմ գործերի մասին շատ մի անհանգստացի։ Ես ամեն ինչ կկազմակերպեմ այնպես, որ մենք գնանք։ Բարդ է։ Դե ես գնամ։ Արտոյի հետ մի քանի ճշտելու բան կա։ Հետո էլ մամայի հետ կխոսանք, թե ոնց ու երբ են գնալու ստերից։ Շատ չտխրես։ Ինչ շնորհություն կա Արտո։ Նորմալ է սա, ոչ մի շարժ չի եղել։ Շարունակեք հսկողությունը։ Մամայի ու Արփի համար տոմսարար։ Չէ, սպասում եի գաս, դու վերջնական ասես նոր։ Ասում եմ վերջնական։ Հա մի բան էլ կա որ պիտի իմանաս։ Հիմա ինչ ա եղել։ Էս ինչ է։ Էս գրված է որ արձերն քեզ տան։ Ու ես ոնց է հայտնվել մեր տանը։ Եթե ասում ես շատ ուժեղ հսկողություն եք սահմանել, նշանակում անեց մարդա բերել, որ մեր տուն ելումուտ ունի։ Ես այդ մտածել էի կճշտեմ։ Գտի դրան։ Լավ։ Լավ, կարաս գնես։ Կարևոր չի ով եմ ես ու ինչ եմ գրում ես նամակը։ Ուզում եմ իմանաս, որ Մարիա անունով աղջկայից սիրավեպը չի ավարտվել։ Ունի շարունակություն։ Ալյոնա անունով 5-ամյա աղջնակի տեսքով, որի երակներում քո արյունն է հոսում։ Մարիան չէր կարա գրել ես նամակը, որովհետև հայերեն գրել չգիտի։ Իսկ ինչա նշանակում ես։ Ով ա գրել ինձ ես նամակը։ Եթե Մարիան աղջիկ ունի, ու այդ աղջիկը իմն է, ինչեր միջև մա գաղտնի բանում։ Հանուն։ Ինչ է եղել։ Ես էի ուզում քեզ հարցնել։ Ինչ որ բան է եղել։ Ոչ մի բան։ Դու գնա վերև քնի, հիմա ես եմ գնում քնելու։ Դե արի, բարի գիշեր։